գործող վարչապետի անվստահության գործընթաց է մեկնարկում խորհրդարանում։ Վարչապետի նախկին թիմակիցները Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսում։ Պատգամավորների վարչապետի թեկնածուն Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն է։ Ինձ առաջարկել են տալ համաձայնություն, որպեսզի նրանք կարողանան սկսել անվստահության գործընթաց։ Էդմոն Մարուքյանը համաձայնել է ու այս գործընթացը համարում է պատմական։ Մեզ անհրաժեշտ է 36 ստորագրություն, որպեսզի գործընթացը, այս պատմական գործընթացը մեկնարկի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը հասնի ազգային ժողովի նիստերի դահլիճ ու այնտեղ քննարկվի, 36 պատգամավորի ստորագրությունն է անհրաժեշտ։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները բավարար չէին, պակասում էր ընդամենը 2 ստորագրություն։ Հիմա, երբ նախկին ԿՊԱ-ականներն են գործի անցնում, այդ խնդիրը լուծվում է։ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը սկսում են իրենց նախաձեռնությունը, արդեն ոչ թե ուղղակի անհասցե, այլ կոնկրետ վարչապետի թեկնածուով, եւ սա նշանակում է, որ ըստ էության կարող ենք ասել, որ որևէ խոչընդոտ ես չեմ տեսնում, քանի որ հայտարարությունները կարդացել եմ, թե պատիվ ունեմ, թե Հայաստան դաշինքների, որ որևէ խոչընդոտ չկա, որ նրանք նույնպես իրենց ստորագրությունները տեղադրեն ազգային ժողովի նախագահին ուղղվող դիմումի։ Արդյոք երկրորդ ու երրորդ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերը կմիանան այս նախաձեռնությանը։ Ընդդիմադիր խմբակցությունները դեռ չեն արձագանքել։ Հալո, ողջույն պարոն Օհանյան։ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարեց Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու հարցը քննարկելու համար հանդիպում խնդրեց։ Եվ խնդրում եմ, որ խմբակցության հետ հանդիպում կազմակերպեք մինչև ստորագրությունները խնդրելը, նկատի ունեմ հարցեր կունենան պատգամավորները, ինձ հետ, որովհետև ինձ են առաջադրել պատգամավորի վարչապետի թեկնածու։ Օհանյանը խոստացավ պատասխանել, պատիվ ունեմ խմբակցության ղեկավարին էլ դիմեց Մարուքյանը։ Պարոն Մամիջանյան, ողջույն, զանգահարում էի ձեզ, որ խնդրեմ հանդիպում կազմակերպեք խմբակցության հետ։ Իմպիչմենթի թեման մոտ 1 ամիս է եռում է ընդդիմադիր դաշտում։ Արթունենք նախաձեռնության անդամներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը նամակներով բոլոր պատգամավորներին խնդրել էին այս գործընթացը նախաձեռնել։ Պատիվ ունեմից պատասխանել էին, թե իրենք էլ են դա համարում իշխանափոխության ամենահավանական ճանապարհը։ Օրենքի պահանջն է, իմպիչմենթ նախաձեռնողները պետք է նաև վարչապետի թեկնածու առաջադրեն։ Իրենք չունեին թեկնածու։ Պատիվ ունեմը պատրաստ էր առանց նախապայմանների քննարկել թեկնածուի հարցն ու սկսել։ Մեզանից մնում է հանդիպել խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, ովքեր հայտարարություններ ունեն արված, որ առանց նախապայմանների պատրաստ են միանալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Հայաստան խմբակցությունից էլ հայտնել էին, թե 28 պատգամավորն էլ պատրաստ են ստորագրել այս գործընթացը սկսելու համար, եթե նախաձեռնողները ապահովեն պակասող 2 ստորագրությունը ու բացի դա հայտարարեն հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու պատասխանատվության մասին։ Հայաստան խմբակցությունը անհնար է համարում այս գործի հաջողությունը, եթե ժողովուրդը ոտքի չկանգնի։ Նախկին ԿՊԱ-ականներն ու նրանց վարչապետի թեկնածուն այս մասին դեռևս ոչինչ չեն խոստանում։ Բնականաբար լուրջ չի սիրելի հայրենակիցներ հիմա խոսել ինչ-որ այլ բաների մասին, երբ որ կլինի նախաձեռնությունը, այսինքն փաստաթուղթը պատրաստ կլինի, մենք կաշխատենք արդեն նախագծի վրա, չնայած հիմա արդեն աշխատում ենք, եւ ձեզ կասենք, թե որ օրը այն մուտք կարվի, եւ դրանից հետո նաեւ թե որ օրը կլինի ազգային ժողովի այդ կարևոր նիստը։ Եթե անգամ ընդդիմադիրները միանան այս նախաձեռնությանը, էլի բավարար չէ Փաշինյանին հեռացնելու համար։ Պատգամավորների մեծամասնությունը պետք է կողմ քվեարկի, այսինքն քաղաքացիական պայմանագրից էլ պետք է առնվազն 18 պատգամավոր միանա։ ԿՊԱ-ական Քրիստինե Պողոսյանը բացառում է, որ իրենց թիմից թեկուզ 1 հոգի կողմ լինի Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշմանը։ Եթե ձայները հավաքեն ստորագրությունների, քաղաքնի լիագումար նիստ, բայց որ ԿՊԱ-ականները կմիանան, բացառում եմ։ Արտախորհրդարանական ընդդիմադիրներից առայժմ Էդգար Ղազարյանն է արձագանքել Մարուքյանի թեկնածությանը։ Այդ գործընթացը չի կոչվում Էդմոն Մարուքյանին կամ ուրիշյանին վարչապետ ընտրելու մասին։ Այդ գործընթացի գլխավոր նպատակը վարչապետին անվստահություն հայտնել է եւ նախաձեռնության հեղինակները կարող են ներկայացնել իրենց համար նախընտրելի թեկնածու։ Փաշինյանի նախկին թիմակիցները այս գործընթացը սկսել են հենց Էդգար Ղազարյանի ու Նարեկ Մալյանի հորդորին հետևելով, ասաց Հովիկ Աղազարյանը։ Իմպիչմենտի գործընթացը նախաձեռնեցինք անցալով Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի կոչ առաջարկությանը։
Արդյոք խորհրդարանական ընդդիմությունը միաձայն կմիանա քաղաքացիական պայմանագրից հեռացված պատգամավորների նախաձեռնությանն ու Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանի թեկնածությանը։ Աղազարյանն ասաց, ոչ մեկին ոչինչ չեն համոզելու։ Վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը երկուշաբթի պատրաստ կլինի։